Ռուսաստանի հետ բաց պատերազմի վտանգը մեծացել է, հայտարարում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, պնդելով, որ ռուսաստանցի զինվորների թիվը իր երկրի տարածքում հասել է 8000-ի։ Սահմաններին կառուցվում են նոր ռազմակայաններ, մշտապես զորավարժություններ են անցկացնում գերմանական Bild պարբերականի հետ զրույցում, ասել է Պորոշենկոն։ Պաշտոնական Կիևը պնդում է նաև, որ Մինսկի համաձայնագիրը չի ցանկանում իրականացնել հենց Կրեմլը։ Ռուսաստանն այդ համաձայնագրի կետերից անգամ մեկը չի իրականացրել, ասել է Ուկրաինայի նախագահը։ Փետրվարի 1-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հանդիպելու նպատակով Բերլին ժամանած Ուկրաինայի նախագահը Բիլդի հետ զրույցում խոստովանել է, որ չնայած Կիևը ուկրաինական հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորման կողմնակից է, սակայն չի պատրաստվում հրաժարվել Գերմանիայի ռազմական օգնությունից։ Խոսքը եվրոպական անվտանգության մասին է։ Ռուսաստանը մեծ ներդրումներ է անում պատերազմի նախապատրաստման համար, հիմնավորել է Պորոշենկոն։ Բիլդի թղթակից Ուկրաինայի նախագահին հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի վաղ հնչեցրած խոսքերն այն մասին, որ իր համար սահմանները կարևոր չեն, ինչին Պորոշենկոն արձագանքել է։ Մենք Ուկրաինայում լավ գիտենք, որ նա սահմաններ չի ճանաչում, եւ ես կարծում եմ նրա այդ խոսքերն ավելի շատ ուղղված են Եվրոպային։ Դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։ Ռուսալեզու փոքրամասնության նկատմամբ աննշան խտրականության պատրվակով նա կարող է բռնակցել նաև այլ երկրներ։ Դուք էլ Գերմանիայում ռուսալեզու փոքրամասնություն ունեք։ Նա պատմել է, որ Ուկրաինան սեփական մաշկի վրա է զգացել, թե ինչ ասել է ցնցող քարոզչություն, երբ ռուսական հեռուստատեսությունը սուտը կրկնում է այնքան ժամանակ, մինչև մարդիկ հավատան։ Այժմ Պուտինը տեղեկատվական պատերազմ է սկսել Գերմանիայի դեմ, հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը, անդրադառնալով ազգությամբ ռուս Լիզա անունով աղջկա պատմությանը, որն իբր միգրանտների կողմից բռնաբարվել է, սակայն հետո Լիզան ինքն է խոստովանել, որ ստել է։ 2014 թվականի ապրիլից սկիզբ առած ուկրաինական հակամարտությունը խլել է ավելի քան 9100 մարդու կյանք։ Անցած գիշեր Ուկրաինայի արևելքում իրավիճակը կրկին սրվել է։ Կողմերն իրար մեղադրում են ականանետերից եւ նռնականետերից կրակահերթեր բացելու մեջ։ Տարածաշրջանում մի քանի ամիս ձգված հարաբերական անդորը խախտվեց քաղաքական մի շարք իրադարձությունների ֆոնին։ Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո հիշեցնենք, Մերկելը հայտարարեց, թե չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Մինսկի համաձայնությունները միայն թղթի վրա են։